Անուն Հոր և Որդու և Որդունի սրտու, ամեն։ Եվ ժողովուրդն, որ առաջին և սկնի երթային, ագեին և ասեին, օրհնություն Որդու Դավթին, օրհնյալ որ գա հանունդյալը օրհնություն ի բարձրություն։ Այսօր Հայր Սարգսակը մեզ համար ընթերցեց ավետարանից այս հատվածը Մատթեոսի, ուր Քրիստոս մուտք է գործում Երուսաղեմ և ամենքը բացականչում և ասում էին օրհնություն Որդու Դավթին, օրհնյալ որ գալիս է Տիրոջ անունով, թող այդ օրհնությունը լինի բարձրություն։ Այսօր մենք նույնպես, ինչպես 2000 տարիներ առաջ, հրեաները մեծեր մանուկներ դուրս են եկել Քրիստոսին դիմավորելու, այսօր նույնպես մենք միասին հավաքվել են Տիրոջ Քրիստոսի տաճարում դիմավորելու Քրիստոսի մուտքը Երուսաղեմ։ Բայց մինչ քարոզը սկսելը, ուզում եմ Տիրոջ ողորմությունը այցելով փառք տալ Տիրոջը ձեզ համար։ Փառք տալ Տիրոջը, որ ունենք մարդիկ, ովքեր տաճարում են, և տաճարում են ոչ միայն գալիս են, այլ նաև իրենց հետ բերում են իրենց սիրելին։ Այսօր պատարագին նայում եմ աշխարհ գալոցի ժամանակ և սիրտս ուրախանում է, որ զգում եմ, որ կարիք ունենք Տիրոջ, որևէ մեկին ստիպելով, հարվածելով չես կարող բերել տաճար։ Տաճար գալիս են ինքնահոժով, տաճար գալիս են առաստված սիրով, տաճար գալիս են և ժամերով կանգնում են Քրիստոսի սիրուց ելնելով։ Այնպես, որ փառք եմ տալիս Տիրոջը ձեզ համար, որ այսօր մենք միասին Տիրոջ տաճարում դիմավորում ենք Քրիստոսի մուտքը Երուսաղեմ ծաղկազարդ։ Բայց վստահաբար քարոզի ժամանակ կարող է բառեր ասել, որ չեմ ուզենա, որ նեղանակ եմ, որովհետև իրապես ուրախ եմ ձեզ համար Տիրոջ առջև։ Բայց նաև չեմ կարող չասել, ցույց չտալ և չխրատել։ Ինչու համար։ Ես շատ մեղավոր մարդ եմ, շատ մեղքեր ունեմ իմ կյանքում գործած։ Բայց մի բան կա կյանքում, որ ինձ համար չափորոշիչ է։ Եվ ես երբեք մարդկանց չեմ վերաբերվի այնպես, որ այդ չափորոշիչս խախտեմ։ Ես գիտեմ մի պարզ ճշմարտություն, ես Աստծո առաջ հոգի ունեմ տալու։ Մենք բոլորս հոգի ունենք Աստծո առաջ տալու, բայց բնականաբար առավելը ես, որ այս երկու հրաշալի տաճարների հոգևոր եմ։ Եվ բնականաբար Աստծո առաջ հոգի ունեմ տալու այդ սկզբունքով, այդ չափանիշով եմ փորձում իմ կյանքը առաջնել։ Փորձում այնպես ապրել, որ այդ չափորոշիչից եթե շեղվեմ, շատ չշեղվեմ, բայց հիմնականում մնամ այդ չափորոշիչի մեջ։ Նորից եմ ասում, ես շատ մեղավոր եմ և շատ մեղքեր եմ ունենում, բայց փորձում եմ այդ չափորոշիչի մեջ մնալ այն գիտակցությամբ, որ Աստծո առաջ պատասխանատու եմ ամեն մեկիդ համար։ Ինձ համար և ամեն մեկիդ համար, ովքեր որ կան Սուրբ Աննա կաթոլիկեի համայնքից։ Այսօր մենք միասին եկել ենք Տիրոջ մուտքը Երուսաղեմ դիմավորելու։ Հրեաները, որ դիմավորում էին Քրիստոսին, դիմավորում էին բացականչելով, դիմավորում էին իրենց հագուստները
իրենց նյութական կարողությունը և օրհնությունը փռելով Քրիստոսի ոտքերի առջև։ Այսօր մենք ինչ ենք բերել տալու Քրիստոսին։ Ինչ ենք բերել Քրիստոսի ոտքերի առջև գցելու համար։ Ինչ ենք տալու Քրիստոսին։ Հրեաները իրենց զգեստները տվեցին, հայրերը մեկնաբանում էին, որ իրենց մեղքերն էին սփռում Քրիստոսի Աստծո ոտքերի առջև։ Իսկ մենք ինչ ունենք տալու Քրիստոսին։ Թե մենք գալիս ենք միշտ վերցնելու և ստանալու։ Բայց չէ որ ավետարան ասում է երանելի է ավելի տալը, քան թե առնելը։ Ուրեմն մենք ենք Քրիստոսին ասում ընծայելու ինչ-որ մի բան ունենալու։ Մեր խոնարհությունը, մեր կյանքը ստորադասելով իր կամքին, մեր առաքինությունները, մեր մեղքերը մտածեք և խորեք, որովհետև մենք միասին այս հրաշալի ուրախ տոնից հետո մուտք ենք գործելու մի շրջան, որտեղ այդ շրջանի մեջ ամեն մեկս ապրելու ենք այդ շրջանի ամեն մի խորում։ Բամբասանք։ Մեքենայի այսպիսի ձայն։ Դավաճանություն, ուրացում, վաճառք, փախուստ, մտնելու ենք այս շրջանի մեջ, շրջան, որը խավարային է, շրջան, որը անցնելուց հետո է, որ մենք կարողանանք դիմավորել Քրիստոսի հարություն։ Եվ այդ շրջանի մեջ վստահաբար մենք բոլորս այդ մեղքեր ունենք, ուրացում, դավաճանություն, վաճառք, բամբասանք, չարախոսություն, դավաճանի համբույր։ Ես շատ կուզեմ, որ այդ շրջանի մեջ, չէ ինչպես փոցխը հողը մաքրում է և մնում է քարերը հանելով, մնում է միայն պարարտ հողը։ Նույնպես այս շրջանի ամեն մի հանգրվան անցնելով, այս շրջանը որպես փոցխ լինի մեր հոգիներից ներս։ Որ մաքրի մեր քարերը, թուփերը, մեր մեղքերը և մեր հոգին պարարտ դարձնի Քրիստոսի հարությունը դիմավորելով։ Որպեսզի մեզանից հեռանա ուրացումը, դավաճանությունը, դավաճան համբույրը, բամբասանքը, ամեն մեղք հեռանա մեզանից այդ ապաշխարության, ավագ շաբաթվա փոցխով։ Եվ մնա միայն պարարթով Քրիստոսի հարությունը դիմավորելու համար։ Քրիստոսի հարության ավետիսի սերմերը այդ պարարտության մեջ ցանելու համար։ Այսօր մենք դիմավորում ենք Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, Կովկասում։ Ժողովուրդը ինչպես էր դիմավորում Քրիստոսին։ Ինչպես էր դիմավորում։ Ուրախությամբ, բացականչելով, չէ իրենց հագուստները փռելով։ Իսկ 4 օր հետո ինչ արեցին Քրիստոսին։ Խաչը հանեցին։ Նույն այդ մարդիկ խաչը հանեցին, չէ՞։ Քրիստոսին դիմավորում էին, արմավենու ճյուղերով էին դիմավորում, թագավորում։ Նրանք սպասում էին, որ Քրիստոս դիլինի իրենց թագավոր, իրենց ցանկությունները պիտի կատարի, և դրա համար էին այնպես ուրախությամբ դիմավորում Քրիստոսին։ Սպասում ունեին Քրիստոսից։ Բայց երբ որ տեսան, որ Քրիստոս եկել է ոչ թե նյութական թագավորություն հաստատելու, այլ եկել է հոգևոր թագավորություն հաստատելու, եկել է մեզ մաքրելու մեր մեղքերից, իրենք ինչ անեցին։ Ասին դու մեզ պետք չես, Պիղատոսին ասեցին խաչը անինել, նա մեզ պետք չի անել։ Բարավայի իմաստով նրան խաչը անել։ Նույնպես ինչքան մենք վարվում մեր կյանքից ներս այդպես։ Չեմ ուզենա նեղանալ,
չեմ ուզենա իմ բառերից հանգարձված զգալ։ Տեր Զենոն, Տեր Վարամ, Տեր Վարազդան, Տեր Արսեն։ Ես շատ եմ նկատում։ Եթե մենք վարվում ենք այնպես, ինչպես որ դուք եք ուզում, ամեն ինչ հրաշալի է, ամեն ինչ շատ գեղեցիկ է, ամեն ինչ շատ հարթ ու պարարտ է, բայց երբ որ մեզանից որևէ մեկը մի փոքր ձայն է բարձրացնում կամ նկատողություն է անում, ես շատ կուզենամ, որ մենք մի հատ ուշադրություն դարձնենք մեր արձագանքի։ Այդ արձագանքի մեջ այս սիրալի նոտաներից հետո գալիս է նա ցենց անտարբերության եւ չեմ ուզում ասել թշնամության կամ անդրության, այլ ցենց ավելի ագրեսիվ նոտա։ Մի փոքր որ ուշադրություն դարձնենք, տեսնենք։ Այսօր ես ականատես եմ այդ աշխարհ գալուց ժամանակ։ Նամար մենք շատ ուշադիր լինենք, ինձանից սկսյալ, մեր հարաբերությունները։ Պետք չի միայն շահի դեպքում, միայն ակնկալիքի դեպքում մարդկանց հետ ժպիտով, ուրախությամբ շփվել։ Ինչպես վարվեցին հրեաները Քրիստոսի հետ ումից, որ ակնկալիք ունեին։ Բայց հենց որ այդ ակնկալիքները հոտս ցնդեց, իրանք մոռացան ամեն բան եւ Քրիստոսին խաչը բացեց։ Հուդան, որ միշտ Քրիստոսի կողքն է, վաճառեց Քրիստոսին։ Պետրոսը, որ ասում է, ինչ ես ասում ես, չեմ ուրանալու քեզ, երբեք։ Ինչ արեց։ 3 անգամ ուրացավ։ Թոմասը, որ հազարու հարության ժամանակ ասում էր, եկեք մենք էլ գնանք Քրիստոսի հետ մեռնելու։ Ինչ արեց։ Աշակերտները փախավ։ Ուրեմն մենք իրենցից լավը չլինենք։ Բայց իրենք դարձան ընտրյալներ, որովհետև զգեստավորվեցին Սուրբ Հոգու շնորհներով։ Իրենք դարձան պայքարող Քրիստոսի խոսքը քարոզող, անվախ քաջ հովիվներ, դարձան Քրիստոսի խոսքի, որովհետև Սուրբ Հոգին որպես վահան ունեցավ, Սուրբ Հոգով զգեստավորվեց։ Այն նույնպես ես կուզենամ, որ այս ավակ շաբաթը անցնելով մենք այդ նույնպես Քրիստոսի Սուրբ Հոգով զգեստավորենք, Քրիստոսի Սուրբ Հոգու շնորհներով զգեստավորենք, որպեսզի կարողանանք մենք էլ լինել քաջ, չվախեցող, չերմտող Քրիստոսի խոսքի քարոզիչ։ Եվ թող Աստված որ մենք բոլորս այդպես լինենք, Տիրոջից այդ քաջությունը ունենք, սիրենք Քրիստոսին, պատրաստ լինենք Քրիստոսի խոսքը միշտ կյանքի կոչել, չփախչենք, բայց եթե անգամ փախչում ենք, եթե անգամ ուրանում ենք, եթե անգամ բամբասում և չարախոսում ենք, ապաշխարության հույսով Պետրոսի նման գանք Քրիստոսի առջև ծնկի գանք, որպեսզի Քրիստոս իր անվան մեջ, որը մենք կրում ենք, նորից հաստատ պայման։ Որպեսզի մենք, երբ որ դուրս գանք Քրիստոսին դիմավորելու, մեր ամենեն թանկ և արժեքավոր նվերները ընծայաբերենք Քրիստոսին։ Ոչ թե մի ձեռքով տանք, մի ձեռքը պահենք մի կողմ, այլ ամբողջը մեր ամենեն թանկը, մեր ամենեն կարևորը նվիրաբերենք Քրիստոս։ Բայց սա հասնելու ճանապարհը, որով մենք միասին պիտի կարողանանք անցնել։ Ամեն անգամ ժամերության գալով, ամեն անգամ պատարագի գալով, ամեն անգամ աղոթքի գալով, սա ճանապարհ է, որով մենք ձեռքի տված Քրիստոսի խաչի առաջնորդության ներքո, Քրիստոսի աչքի հովանու ներքո, որ մենք անցնենք միասին, մինչև մեր կյանքի եւ թող Տերը օգնական լինի, առաջնորդող եւ պահապան։ Հիմա շատ կուզենամ, որպեսզի մենք միասին մեր աղոթքը բարձրացնենք առ Աստված ասելով. ով հայր երկրան, դու որ միացին, որ դու տվեցին մեր փրկության համար,
Այժմ մենք միասին պիտի այդ ավակ շաբաթվա ամեն մի հանգրվան, որը Քրիստոս ապրեց։ Տուր մեզ այդ իմաստությունը, այդ շնորհը, այդ քաջությունը, որպեսզի կարողանանք այդ ամեն մի հանգրվան անցնելով լինենք պարարքով քո խոսքով։ Եվ կարողանանք այդ քո խոսքով ապրելով, հաստատուն քայլելով դեպի Տիրոջ հարություն, մշտապես փառավորենք ամենակալ Հորը, միածին Որդու եւ ազատիչ Սուրբ Հոգու, այժմ եւ միշտ եւ ակյանս հավիտենից ամեն։ Թող Հայր Աստծո սերը, Որդի Աստծո փրկությունը եւ Սուրբ Հոգի Աստծո մխիթարությունը լինի մեզ այժմ եւ միշտ եւ ակյանս հավիտենից ամեն։ Բարի ընթացք դեպի ավակ շաբաթ։